Ես կուզեմ շատ հստակ ընդգծել, որ գաղթօջախը եւ սփյուռքը իրարից տարբերվում են։ Սփյուռքը գաղթօջախի քաղաքականորեն կազմակերպված, հայրենիքի հետ մշտական կապ ունեցող հատվածն է։ Եվ հայկական գաղթօջախը սփյուռքի վերածեց հենց դաշնակցությունը, եւ սա դաշնակցության մեծագույն ներդրումն էր, որ դաշնակցությունը կատարեց հայրենիք-սփյուռք հարաբերություններում, կատարեց սփյուռքը կազմակերպելու գործում։ Կրկնեմ, հայկական գաղթօջախը սփյուռքի վերածեց հենց դաշնակցությունը։ Դաշնակցության շնորհիվ էր, առաջին հանրապետության ղեկավար այրերի շնորհիվ էր, որոնք գնացին տարբեր գաղթօջախներ, կազմակերպեցին այդ գաղթօջախները, հայապահպանությունը զարգացրեցին, համայնքային կյանքը կազմակերպեցին եւ այդ ամբողջ աշխատանքն էր, որ հետագայում սկիզբ տվեց, հիմք հանդիսացավ արդեն հայկական սփյուռքի քաղաքական դերակատարության համար, ինչի մենք ականատես ենք լինում։ Ղուկասյան, նաև կխնդրեմ ասեք, ինչն է, որ այս 135 տարիների ընթացքում չի փոխվել հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության մեջ։ Թերևս նվիրումը հայկական պետականությանը, անկախ, ազատ, ժողովրդավարական, ուժեղ հայկական պետականությանը, որը սատար է կանգնում, որը պաշտպանում է հայ ժողովրդի հիմնարար իրավունքները։ Դա չի փոխվել։ Նաև կուսակցության սերնդափոխության մասին կխնդրեմ ներկայացնեք, ինչպես է հաջողվում համակարգել, այսպես ասած, ավագ սերնդի եւ նորագիրների երկխոսությունը։ Հեշտությամբ է ստացվում։ Հեշտությամբ է ստացվում, որովհետև դաշնակցությունը ի տարբերություն այլ քաղաքական կուսակցությունների երբեք մեխանիկական սերնդափոխության չի դիմում։ Մեզանում սերնդափոխությունը օրգանիկ մի գործընթաց է։ Մենք երբեք արհեստական սերնդափոխություն չենք անում։ Մեր երիտասարդական, ուսանողական միությունները հենց այն դարբնոցն են, որտեղ թրծվում են այդ կոպիտ ասած կադրերը, որոնք հետագայում պետք է զբաղեցնեն արդեն կուսակցության ղեկավարությունը կամ պատասխանատու հանգամանքներ։ Եվ ես Դաշնակցության ուսանողական միության 35 ամյակի խոսքում էլ նշեցի, որ ես որպես ուսանողական միության նախկին անդամ իմ մոտ տպավորությունն էր, որ ուսանողական միություն մտնում ենք նեղ դռնով, այդ դուռը հետագայում բացվում էր եւ ստեղծում էր լայն հորիզոններ քաղաքական, կազմակերպական, սփյուռքյան կյանքում, համազգային, հոմենտմեն, այսինքն տարբեր հնարավորություններ ունեն երիտասարդները իրենց լավագույնս իրացնելու համար եւ այդ երիտասարդական ուսանողական միությունները են դարբնոցն են, որտեղ որ մեր կուսակցականները պատրաստվում են արդեն պատասխանատու հանգամանքների։